Հայաստանում իհարկե արհեստական բանականությունը հեշտացել է մեր կյանքը, նվազել է մեր լարվածությունը, սակայն մի քանի հարց մնում են բաց։ Ամենալավագույն վայրերը ոչ թե առաջարկում է, որովհետև արժանի են, այլ ուղղակի միացրած է գովաստ կամ ուղղակի ճիշտ SEO է արված։ Երբ հարցնում ենք լավագույն սրճարան, շատ դեպքում ստանում ենք պատասխան, ով ունի լավ SEO, բայց համեղ սուրճ ես այդքան էլ համոզված չեմ։ ChatGPT-ն օրինակ ձեզ երբեք չի ասի, որ Հայաստանի մարզերում զբոսնելուց պետք է կանխիկ գումար ունենալ, որովհետև չկանխիկը շատ հաճախ դառնում է խնդիր կամ ճանապարհորդության արկած։ Զբոսաշրջիկը կարող է հազարավոր հարցեր տալ ChatGPT-ին եւ ChatGPT-ն այնպես պատասխանի, կարծես նրա մայրը հայ է, այն էլ Վարդենիսից։ Հավատացեք ինձ, որպես մի մարդու, ով շատ է ճանապարհորդում Հայաստանում, ես ձեզ նաև կարող եմ ասել, որ ChatGPT-ն մի քիչ հասկացել է մեր տեսակը, որովհետև շատ հաճախ զբոսաշրջիկին ինչ է առաջարկում է, մենք սիրում ենք Հայաստանը, շատ համեղ է ու ամեն ինչ շատ լավ է։ Իհարկե դա մեր տեղացիների հոգին ջերմացնում է։ Նաև ChatGPT-ն ասում է, որ հայկական բարությունը շատ հաճախ քնքուշ չէ, կոպիտ է, որովհետև շատ հաճախ հարցում են, «Էս ինչ ես արկել» կամ «Ամուսնացած ես», բնավ նրանք չէին ցանկանում նեղացնել, ընդամենը մենք այդպես ենք հոգատար։ Ավելին իմանալու համար այցելեք կայք, որտեղ ոչ միայն ChatGPT-ի արկածներին կարող եք հետևել, այլ նաև իմ։